Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմի 6-րդ օրը ռազմական գործողությունները շարունակվում են նույն ինտենսիվությամբ, Իրանի հարվածները հասան Նախիջևանին։ Թրամփը գնահատել է ԱՄՆ ռազմական գործողությունները, ինչքան կտևի հակամարտությունը։ Փաշինյանը կառավարությունում է, ինչ է խոսել լրագրողների հետ։ Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան 1 ամսից, կառավարությունը հաստատեց որոշումը։ ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմի 6-րդ օրը ռազմական գործողությունները շարունակվում են նույն ինտենսիվությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ իրանական անօդաչուն ընկել է Նախիջևանի տարածքում, մեկը օդանավակայանի տերմինալի մոտ, մյուսը Շեքերաբադ գյուղի դպրոցի շենքի վրա։ Ըստ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության միջադեպի հետևանքով 2 մարդ վիրավորվել է։ Բաքուն խստորեն դատապարտել է հարձակումը, այն որակելով միջազգային իրավունքի խախտում։ Դեպքից հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը են կանչել Իրանի դեսպանին։ Konusunda da əsas yerə keçək. Oya burada. Ay Allah. Իրանի փոխարտգործնախարարը քիչ առաջ հերքել է Թեհրանի մասնակցությունը այդ միջադեպին։ Միաժամանակ Իրանը հայտարարել է, որ իր հակաօդային պաշտպանությունը Թեհրանի հյուսիսում ոչնչացրել է ամերիկա-իսրայելական կործանիչ։ Իրանական հարվածներից տուժել է նաև Իրաքը։ Երկրի էներգետիկայի նախարարությունը հայտնել է երկրի բոլոր նահանգներում էլեկտրաէներգիայի լրիվ անջատման մասին։ Հարվածներ են հասցրվում նաև Թել Ավիվին։ 24 ժամվա ընթացքում ԱՄՆ զինվորականները Հորմուզի նեղուցի մոտ իրանական երկրորդ նավի վրա են հարձակվել։ Այս ֆոնին Հորմուզի նեղուցը դարձել է Իրանի տնտեսական հիմնական լծակներից մեկը։ Միջազգայնագետ Էյսան Մովահիդյանի խոսքով լարվածությունը արդեն ազդում է բորսաների և էներգետիկ շուկաների վրա։ Ինչ կարող է փոխվել եվրոպական շուկայում, Անահիտ Սարգսյանն է ներկայացնում։ Մերձավոր արևելքում լարվածության խորացման ֆոնին Եվրամիությունը փորձում է վերադասավորել իր էներգետիկ առաջնահերթությունները։ Եվրահանձնակատար Դան Յորգենսենը հայտարարել է, որ գտնվում է Բաքվում ԵՄ-Ադրբեջան էներգետիկ գործակցությունն ամրապնդելու նպատակով։ Այնուամենայնիվ ես չեմ կարծում, որ ադրբեջանական ուղղությունը այս պայմաններում Եվրոպայի համար առաջնահերթություն է, հատկապես ստեղծված ճգնաժամային պայմաններում, դա կարևոր ուղղություն է, ինչ խոսք, բայց դա կրկնում եմ այն ծավալը չի, որը կարող է ապահովել Եվրոպական միության գազային եւ առհասարակ էներգետիկ անվտանգությունը։ Ադրբեջանի դերը հատկապես կարևոր է ԵՄ հարավարևելյան երկրների համար, սակայն ոչ ամբողջ միության մասշտաբով։ Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը հարցը դիտարկում է թվերի եւ ենթակառուցվածքների համատեքստում։ Նա հիշեցնում է, որ մինչև 2027 թվականը նախատեսվում է հարավային գազային միջանցքով մատակարարումները կրկնապատկել մոտ 10 միլիարդ խորանարդ մետրից հասցնելով 20 միլիարդի։ Ավելացնում է արդյոք սա Ադրբեջանի դեր եւ նշանակությունը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Իհարկե, բայց եթե հարցը դիտարկում ենք թվերով եւ լոգիստիկ առումով, ապա իհարկե այստեղ առաջանում են մի շարք հարցեր եւ ասպեկտներ, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնենք։ Միևնույն ժամանակ Եվրամիության տարեկան գազի սպառումը կազմում է շուրջ 400-ից 450 խորանարդ մետր։ Ուստի նշված ծավալը չի կարող արմատապես փոխել եվրոպական էներգետիկ պատկերը։ Դավթյանը կարևորում է նաև Թուրքիայի գործոնը, նշելով, որ ռազմավարական նշանակություն կարող է ստանալ նրա դերը որպես գազատրանսպորտային հանգույց։ Խոսքը թուրքական հոսք եւ երկնագույն հոսք գազամուղերով ռուսական գազի հնարավոր վերարտահանման սցենարի մասին է։ Այստեղ Թուրքիան փորձում է դիրքավորվել որպես շատ կարևոր գազատրանսպորտային հաբ եւ չի բացառվում այն սցենարը, որի ներքո Թուրքիան էապես կավելացնի բնական գազի ներկրումը Ռուսաստանի Դաշնությունից վերոնշյալ գազամուղերով, վերաարտահանելով այն եվրոպական
շուկա Եվրոպայում, սա իհարկե քաղաքական նկատառումներից ելնելով դիտարկում են որպես խիստ բացասական սցենար, բայց այնուամենայնիվ հնարավոր սցենար։ Իսկ արդյոք Ադրբեջանի դերը էապես մեծանում է։ Էներգետիկ անվտանգության փորձագետ Արթուր Ավետիսյանի գնահատմամբ ներկայումս խոսքը առավելապես քաղաքական հայտարարությունների մասին է, ոչ թե արագ գործնական արդյունքների։ Նրա խոսքով նույնիսկ ձեռք բերված պայմանավորվածությունների ամբողջական իրագործման դեպքում Ադրբեջանը լավագույն դեպքում կարող է ապահովել Եվրամիության գազային պահանջարկի մոտ 5%-ը։ Ներկա պահին այդպիսի արագ դիվերսիֆիկացիա, ինչպես ասում են մոտ ասել, չի կարող ապահովել որևէ պետություն, այդ թվում Եվրամիության երկրները առանձին կամ միասնաբար։ Հա, կարող է Ադրբեջանը որոշակիորեն ավելացնի արտահանումը եվրոպական երկրներ, բայց հիմնականում Ադրբեջանի կարևորությունը ամբողջ Եվրամիության համար շատ ուռճացված է։ Ավետիսյանը նույնպես ընդգծում է տարանցիկ հնարավորությունների կարևորությունը եւ նշում, որ կտրուկ դիվերսիֆիկացիա այս փուլում իրատեսական չէ։ Նա հիշեցնում է նաեւ թուրքական հոսք եւ երկնագույն հոսք խողովակատարերով դեպի Եվրամիություն ուղղվող գազի հնարավոր տարբերակը։ Այսինքն կարող է այդպես իրավիճակը ստեղծվի, որ Եվրամիությունը ստիպված լինի այդ տարբերակը դիտարկել։ Փորձագետների գնահատմամբ Ադրբեջանը շարունակում է կարևոր գործընկեր մնալ հատկապես հարավային Եվրոպայի երկրների համար, սակայն չի կարող դառնալ Եվրոպայի էներգետիկ անվտանգության առանցքային հենասյունը։ Իսկ Թուրքիան, լինելով եվրոպական համակարգին միացած մի շարք գազամուղերի հանգույց, կարող է նշանակալի դեր ստանձնել հնարավոր վերաարտահանման սցենարներում։ Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ռազմական ճակատում շատ արդյունավետ է գործում, ԱՄՆ գործողությունները 10 բալանոց սանդղակով գնահատելով նույնիսկ 15։ Մենք այսօր ունենք աշխարհի ամենահզոր բանակը, երբ խելագար մարդիկ ձեռք են բերում միջուկային զենք, վատ բաներ են պատահում։ Եթե մենք դա առաջինը չանեինք, նրանք դա կանեին Իսրայելի հետ։ Դա վերահսկողությունից դուրս երկիր է։ Եթե մենք թույլ տված լինեինք դա, նրանք դա կգործածեին մեր դեմ։ Նրանց ղեկավարությունն արագորեն թուլանում է, ով ուզում է առաջնորդ լինել, մահանում է։ Իսկ պոլիտիկոն կանխագուշակել է, որ Իրանի դեմ գործողությունները կարող են տևել առնվազն 100 օր։ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողություններից հետո այսօր առավոտյան Դուբայից Երևան է ժամանել առաջին չվերթը։ Թռիչքը տևել է 6 ժամ 5 րոպե, նախկին մոտ 3 ժամի փոխարեն։ Մինչ այդ Արաբական Միացյալ Էմիրություններում անորոշության մեջ մնացած մեր հայրենակիցները փորձում են Հայաստան հասնել Օմանի մայրաքաղաքով։ Քաղաքացիներն այլընտրանք չունեն եւ տոմսերի համար ստիպված են աստղաբաշխական գումարներ վճարել։ Տունդարձի ճամփան երկար է ու բարդ։ Միացյալ Նահանգները Իրան պատերազմը խառնեց բոլորային զբոսաշրջիկների պլանները, որոնք որոշել էին փետրվարի արձակուրդը անցկացնել օվկիանոսի ափին կամ ավելի հեռուն շարունակել իրենց ճանապարհը։ Հայկական տուրիստական խմբերում իրարանցում է մարդիկ չեղարկված չվերթների տոմսերը ձեռքներին չգիտեն, թե որ հաջորդականությամբ քայլեն։ Փաստի առջև են հայտնվել ոչ միայն օրինակ հանգստի նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններ կամ Մերձավոր Արևելքի այլ երկրներ մեկնած քաղաքացիները, այլև տարանցիկ օդանավակայանում մնացած քաղաքացիները։ Ռոզան օրինակ Աբու Դաբիում ընտրել էր հյուրանոցի 17-րդ հարկի համարը եւ ծովին նայող տեսարանը, առանց իմանալու, որ շուտով հենց այդ տեսարանից է նայելու պատերազմին, իսկ բարձրահարկում մնալն այդ պահին դառնալու իրական պատուհաս։ Ժամը գիշերվա 3-ին իջնում ենք reception, չեմ կարող ասել, որ այնտեղ ապահով է, բայց գոնե առաջի հարկա։ Սկզբնական շրջանի 17-րդ հարկում էինք հյուրանոցի բնակվում, հետո հասկացանք այդ ամսի 28-ին, որ առաջի տարհանումը տեղի ունեցավ, շատ բարձր է ու շատ դժվարությամբ կարողացանք իջնել ամբողջությամբ աստիճաններով ենք իջել, երեխայի հետ ենք մանկասալակով, մեզ օգնեցին ուղղակի հյուրանոցի անծանոթ մարդիկ։ Ամեն բացվող առավոտվա առաջին գործը նախ հյուրանոցի ընդունարան գնալն է։ Յուրաքանչյուր օր 1 օրով երկարացնում են հյուրանոցում գիշերակացը։ Սկզբում ասել են, թե ամեն օրվա համար զբոսաշրջիկն են վճարելու, իսկ հետո իրավիճակ է փոխվել։ Առավոտյան արդեն որ հասկացան, որ ամբողջ օդային տարածքը փակ է եւ կառավարությունը կոմպենսացիա իր տուրիստներին բնականաբար մեզ ասացին, որ կերկարացնեն ամեն օր երկարացնում են, հիմա մենք ամեն օր իջնում ենք reception եւ երկարացնում ենք մեր օրը ցույց տալով մեր cancel տոմսերը
Ուրեմն ամսի 1-ի cancel-ից հետո 3-ին ենք վերցրել տոմս, որը որ էլի չեղարկվել է, հիմա ամսի 6-ին ենք վերցրել ու սպասում ենք մեր չվերթին, դեռ ամեն ինչ նորմալ է։ Հրթիռակոծությունները շարունակվում են օրվա տարբեր ժամերին, մարդիկ չգիտեն, որն է ճիշտը՝ շարունակել մնալ, թե հասնել Օման, որտեղ էլ սակայն հայկական ավիափոխադրողը մի քանի անգամ թանկ գնով չվերթներ է իրականացնում Հայաստան։ Նշան, որ տոմսի արժեքն է 900 եվրո, ինչը ինչ խոսք շատ բարի է իրենց կողմից, այսինքն միջև վերջ փորձում են օգուտ քաղել ստեղծված իրավիճակից, բայց դա իհարկե թողնենք իրենց խղճի վրա։ Ամեն դեպքում այս պահին տեղեկացնում եմ, որ Հայաստանը տարհանում չի կազմակերպում իր հաշվին իր քաղաքացիների համար, այլ պարզապես կազմակերպում է ավտոբուսով ուղևորափոխադրումը դեպի Օմանի օդանավակայան։ Մեկ այլ պատմություն է տարանցիկ գոտու մնացած հայրենակիցների վիճակը։ Օրինակ, Քուվեյթով ճամփորդողները պատերազմը սկսելուն պես մնացին օդանավակայանում։ Այնուհետև Քուվեյթի կառավարությունը հովանավորեց այնտեղ մնացած այցելուների կացության եւ սննդի ծախսերը։ Երեկոյան եւ գիշերները հիմնականում ազդանշանները աշխատում են, ոտը աշխատում է եւ լսվում է հակաօդայինի ոսվասած հարվածների ձայները։ Ցերեկները հիմնականում ավելի հանգիստ վիճակը մտնորդա։ Մեր հյուրանոցում գտնվում են գրեթե ամեն ազգից, տարբեր ազգերից։ Իրավիճակը այսպես է, որ ջազիրա ընկերությունը փորձում է ինչ-որ միջոցներ ձեռնարկի մի ուղղությամբ։ Առաջիկայում քաղաքացիների համար ճամփորդությունը մնում է բարդ ու ռիսկային։ Քուվեյթը շրջափակված լինելով Սաուդյան Արաբիայով եւ Իրաքով պահանջում է հատուկ թույլտվություններ եւ մեծ պատրաստվածություն, իսկ փոխադրողներն անվտանգության երաշխիք չեն տալիս։ Այս պահին քննարկվող միակ հնարավոր ուղին այն է, որ քաղաքացիները հասնեն Սաուդյան Արաբիայի արևմտյան մասում գտնվող Ջիդդա քաղաք, այնտեղից Ստամբուլ եւ շարունակեն ճանապարհը ինքնուրույն իրենց միջոցներով։ Սակայն նույնիսկ այդ դեպքում հնարավոր օդային տարածքների փակումը ու դրանից բխող պատասխանատվություն որևէ մեկը չի ստանձնում։ Միաժամանակ այս պահին Քուվեյթում մնացած ճանապարհորդներին մխիթարում է իրենց հասած անձնական իրերով ու մաքուր շորերով ճամպրուկները։ Իսկ Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որ մարտի 5-ին ժամը 21-ին Flyone ընկերության Մասկատ-Երևան չվերթի տոմսերը ձեռք բերած քաղաքացիները կարող են օգտվել դեսպանության եւ Դուբայում Հայաստանի գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպված անվճար վերջին տեղափոխումներից։ Քաղաքական թեմաների մասին։ Խորհրդարանի հերթական քառօրյա նստաշրջանն է։ Այսօրվա նիստը լարված մթնոլորտում էր։ Ամեն բան սկսվեց Հայաստան խմբակցության падգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթի ժամանակ։ Նա խոսել է պետական պարտքի եւ ասֆալտի մասին, հարցրել՝ ուր են կորել փողերը։ Падգամավորի ելույթն ընդհատել է Ալեն Սիմոնյանը, անջատել խոսափողը, ինչից հետո լեզվակռիվ է սկսվել։ Ասֆալտը Այն ասֆալտը, որը դուք հպարտանում եք, 8 միլիարդը ընդհանրապես ձեր վարկը, որ այդքան փաթաթել եք բոլորիս վզին, լավագույն ապացույցն է, 8 միլիարդով Հայաստանում հնարավոր էր նես տեսանելի արդյունք ունենալ, թիփեր կառուցել, ատոմակայաններ կառուցել, ինչ է կարել այդ, ուր է փոշիացել, հեսա գալու են ասեն դպրոց են կառուցել, բայց բյուջեի աճով ինչ է կարել, այդ ձեր պարտավորությունն է, որ մի կառավարությունը դպրոց չի կառուցել։ Այսինքն այդ միլիարդավոր է, որ վերցրել եք, ձեզնից շատ ենք երևի կառուցել։ Հիմա եւ այս ջղաձգումների մասին, երեկվա այսօրվա, ես չեմ հասկանում, ձեր խնդիրը ո՞րն է։ Գյումրիի ընտրության արդյունքները դուք չեք բողոքարկել։ Գյումրիում հակաօրինական բան է տեղի ունեցել։ Ինչի դեմ եք պայքարում, ինչը թույլ չեք տալու։ Թող Փաշինյանը հրովարտակ արձակի, որ Հայաստանում արգելված են, ինձ ընդհատել են, հիմա կավարտեմ։ Որ Ես եմ որոշում իմ հետ տենց խոսալ տիկին Վարդանյան, չի կարելի։ Այսինքն շուռ գալ ձեռքով ինձ ասել, ինձ ընդհատել են, ես հեսա կավարտեմ, ավարտվեց ձեր ելույթը, նստեք ձեր տեղը։ Այսինքն դա նշանակում է, որ բանախոսը պետքա շուռ գա ազգային ժողովի նախագահին ձեռով անի, ասի ես կորոշեմ։ Ուրեմն ես եմ ստեղ որոշելու, ազատեք ամբյոնը։ Դուք էլ լռեք,
լռեք, կլռեք, երբ որ ասում եմ լռեք, ուրեմն պետք է լռեք։ Սա ազգային ժողովի նիստերի դալիճն է, ձեր հայաթը չի։ Դու խելոք մնա, այդ ինչ խոսալու ձև է։ Մի հատ հլը վերջացրեք է սկանդալներ սարքելը։ Պարոն Ղազարյան, մի հատ լռեք դուք։ Ես ուզում եմ հասկանամ, դուք այսքան ժամանակ մի հատ ելույթ չեք ունեցել։ Ուրեմն ձեր խմբակցությունը կարգի հրավիրեք։ Պարոն Ղազարյանը իրան իրավունք է վերապահում, դալիճ չմտած ընդեղ աստիճանավանդակից հրահանգներ է տալիս։ Մյուս պատգամավորը ինձ ասում է ես կորոշեմ, երբ եմ խոսալու, կարգի հրավիրեք ձեր խմբակցությունը, թե չէ ես կարգի կհրավիրեմ։ Ուրեմն կարգի հրավիրեք ձեր, ասում եմ, չհամարձակվեք, մտնել ազգային ժողովի նիստերի դալիճ, ընդեղ աստիճանավանդակից կարգ ու կանոն թելադրեք։ Զուգահեռ ընթանում էր նաև կառավարության նիստը, որը գլխավորում էր Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը նախ խոսել է պարգևավճարներից եւ նշել, ինքը շատ ուրախ է ու գոհ, որ պարգևավճար դուրս գրելու որոշում է կայացրել, որովհետեւ այդ որոշումն է, որ իրեն հնարավորություն է տալիս պերաշկի ուտել։ Ապա քննարկել կենսաթոշակները բարձրացնելու հարցը։ Այլ ինչ թեմաներից են խոսել կառավարության անդամները, տեսանյութում։ Համակարգերը աշխատելու են, որովհետև համակարգը այն վիճակում է, որ չի կարող մեզ մեղադրել, որ մենք իր կարիքները արհամարում ենք։ Այո, եւ մենք հիմա գերկենտրոնացած պաշտոնյա, գերկենտրոնացած պաշտոնյայի ընտանիքի անդամը նույնիսկ իրեն իր աշխատանքից պետքա չկարողանա շեղի։ Եվ ես այդ պատասխանատվությունը վերցրել եմ ինձ վրա եւ վերցնում եմ եւ ես ցույց եմ տալիս, թե մենք ինչպես նախ 6.5 միլիարդ կրճատեցինք, դա էլ էր ծանր որոշում։ Որտեղ մենք պետական համակարգը սենց դրեցինք եւ կամային որոշմամբ ասցինք 4%-ով 6.5 միլիարդ փող վերցնում ենք ձեզանից։ Մենք որպես պետություն բավարար չափով լրջացել ենք։ Բավարար չափով լրջացել ենք եւ ես ուզում եմ շնորհավորել բոլորիս։ Ես օրինակ մտածում եմ, թե ինչն է պատճառը, շատ կարեւոր է արձանագրել, ինչն է պատճառը, որ մենք ավելի մեծ տնտեսական աճ ենք ապահովել, քան կանխատեսվում էր։ Պետական կառավարման համակարգը սկսեց շատ ավելի մոտիվացված աշխատել, երբ որ մենք նախորդ տարվա արդեն մարտից ապրիլից սկսեցինք քննարկել արդյունքի վրա հիմնված վարձատրության համակարգը ներդնելու մասին։ Արդեն մարտ-ապրիլից մեր ամբողջ պետական կառավարման համակարգը գիտեր, որ վարձատրության համակարգը փոխվելու, շատ ուրախ եմ եւ կներեք շատ գոհ եմ, որ ես ինքս այդ որոշումները կայացրել եմ, որովհետև ես հիմա տեսնում եմ այդ որոշումների պատճառահետևանքային կապը։ Այդ որոշումն է, որ ինձ հնարավորություն է տալիս կներեք պերաշկի ուտել, 1000 ներողություն։ Որովհետև ես գիտեմ, որ երկրում ինստիտուցիոնալ մակարդակի կայացման ավելի բարձր մակարդակ կա։ Այս փոփոխությունները վերաբերվում են ապրիլի 1-ից, այսինքն առաջիկա հաջորդ թոշակ, թե մարտին դեռ արդեն վճարված է ապրիլին ստացվող թոշակը արդեն այս փոփոխությունները ներառյալ կլինեն։ Այս չէ, մարտինը չէ, հաջորդ թոշակը մարտինը արդեն վճարված է, պարոն վարչապետ, հենց ուղիղ ապրիլի 1-ին, քանի որ ապրիլի 1-ը աշխատանքային օր է, առաջի աշխատանքային օրը կփոխանցվեն փոփոխված չափերով։ Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը սովորության համաձայն պատասխանել է լրագրողների հարցերին։ Փաշինյանը խոսել է անվտանգության հարցերի, Ռուսաստանի հետ հարաբերությունների, Իրանի շուրջ ստեղծված վիճակի, Ադրբեջանի հետ հնարավոր տնտեսական կապերի, նաև Զայեդ մրցանակի շուրջ առաջացած քննարկումների մասին։ Որևէ բան, որը ուղղված է Ռուսաստանի դեմ չկա։ Մենք ուղղակի մեր գործընկերների հետ կիսում ենք օբյեկտիվ իրավիճակը, ասելով, որ մենք պարզապես այս իրավիճակում Հայաստան իր մրցակցային առավելությունները կորցնում է եւ մենք ուրիշ որևէ մոտիվացիա չունենք։ Իհարկե շատ ցավում ենք եւ շատ ցավալի է մեզ համար ինչ որ տեղի ունենում Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ եւ ընդհանրապես տարածաշրջանը։ Բայց մենք պիտի արձանագրենք, որ ցավոք այս իրավիճակը նոր չէ։ Այսինքն
նրանք ովքեր ընդհանրապես միջազգային լրահոսին հետևում են, պիտի առնվազն մտավախություններ ունենային, որ այսպիսի իրադրություն կլինի։ Մենք, ես ասացի առիթ ունեցել ենք ասելու, որ այս իրավիճակի հետ կապված մենք աշխատանքային խումբ ունենք, որը աշխատում է։ Ոչ մեկ չհարցրեց այդ աշխատանքային խումբը երբ է ձևավորվել։ Անվտանգության խորհրդի համակարգում։ Այդ աշխատանքային խումբը հիմա ամսաթվով չեմ հիշի, բայց մի տարի ու կես առաջ է ձևավորվել։ Այսինքն մի տարի ու կես կարող է պարզվի հələ ավելի շուտ է ձևավորվել։ Եվ այդ աշխատանքային խումբը երբեմն ամենօրյա, երբեմն ամենժամյա, երբեմն ամեն ամսյա ռեժիմով աշխատում։ Ես որ ասում եմ դրա համար եմ ես պերաշկի ուտում, ես հումոր չեմ անում, որովհետև այն միջոցները, որոնք պետք է ձեռնարկել այս իրադրության հետ կապված, մենք վաղուց ձեռնարկել ենք։ Այսօր հրդեհ է բռնկվել Արշակունյանց պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում, Երևան մոլում։ Վնասների և տուժածների մասին տեղեկություն դեռ չկա։ Երևանում ևս մեկ արտակարգ դեպք է եղել։ Մայակ թաղամասում գտնվող ավտոտնակներից մեկում պայթյուն է եղել։ Մեր նկարանող խումբը այնտեղ էր։ Րոպեներ առաջ է խմբագրություն վերադարձել իմ գործընկեր Սեդա Մակարյանը, որին այս պահին հրավիրել եմ տաղավար։ Սեդա, քանի որ քիչ առաջ ես վերադարձել, գիտեմ, որ դեռ չես հասցրել ռեպորտաժ պատրաստել, խնդրում եմ պատմիր, ինչպես է տեղի ունեցել դեպքը, ինչ վնասներ են կրել։ Դեպքը տեղի ունեցել առավոտյան ժամը 7-ի սահմաններում, նախնական վարկածներ կան, 2 վարկած է շրջանառվում, առաջինը, որ ավտոտնակի սեփականատիրոջ մեքենայի գազաբալոնն է պայթել, մյուսը ինքը մասնագիտությամբ զոդող է, ըստ մյուս վարկածի զոդման սարքն է պայթել, սակայն վարկածներից ոչ մեկ դեռ հաստատված չի, պետք է քննչական գործողություններ իրականացնեն, որպեսզի հստակ եւ պաշտոնական հայտարարություն տարածեն, նշան, որ պայթյունը ուժգին է եղել, վնասվել է դիմացի եւ կողքերի հարակի չենքերի բնակիչների պատուհանները, 10 թվով 10 բնակարան պատուհան վնասվել է, կոտրվել է, մինչեւ 6-րդ հարկի պատուհաններ տարածվել է ալիքը պայթյունի, բնակիչները առաջինից մինչև 3-րդ հարկ ավելի շատ են վնասներ կրել, մենք եղանք նաև բնակիչների բնակարաններում, խոսեցինք նրանց հետ, նաև նշեմ, որ տեղում աշխատում էին արտակարգ իրավիճակների նախարարությունը, փրկարծառայությունը, ոստիկանությունը եւ նաև թաղապետներ, նոր վարչական շրջանի ղեկավարներ այցելել այնտեղ ու գույքագրել բնակիչների վնասները։ Սեդա, երբ ես զանգել էի քեզ, դու ասեցիր, որ մեկ տուժած կա, տեղյակ ես ինչ վիճակում է նա։ Պաշտոնական ոչ առողջապահության նախարարությունը, ոչ էլ բժշկական կենտրոնը, որտեղ ինքը տեղափոխվել է, որևէ տեղեկություն չեն տալիս, բայց հարևաններն ունեն տեղեկություն, ասում են, որ այրվածքներ է ստացել եւ այս պահին գտնվում է այրվածքաբանության ազգային կենտրոնում, վերակենդանացման բաժանմունքում, տուժողը հենց ավտոտնակի սեփականատերն է։ Մենք նաեւ զրուցել ենք հարևանների հետ, վերջինս ունի 2 անչափահաս երեխա եւ 1 չափահաս երեխա, ապրում ավտոտնակից մի փոքր հեռավորության վրա գտնվող շենքերից մեկում։ Շնորհակալ եմ, Սեդա։ Պայթյունի մասին ռեպորտաժը կարող եք դիտել մեր գլխավոր թողարկմանը։ Այս ժամի համար նախատեսել ենք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abc-media.am։ ABC լուրերի գլխավոր թողարկումը ժամը 18-ին է, տաղավարում կաշխատի իմ գործընկեր Աննա Սարգսյանը։